Պարոն նախարար, խոսեցիք փոխկապվածության դրական կողմերի մասին, որը որ կբերի տնտեսական շահ եւ խաղաղություն, բայց լրագրողներից մեկ օրինակ այսպեսի հարց է ներկայացնում, որ փաստաթուղթական հայտ կապում են TRIP-ի հաջողությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալիզացման հետ, Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման հետ, եթե Ադրբեջանը կամ Թուրքիան սկսեն օգտագործել նախագիծը որպես ճնշման լծակ, հավելյալ քաղաքական պահանջներ առաջ տանելու համար, ինչպես է ապահովելու, որ այս նախաձեռնությունը չվերածվի շանտաժի մեխանիզմի Հայաստանի դեմ եւ ինչ մեխանիզմներ կան այս իմաստով։ Անկեղծ ասած, լավ չեմ պատկերացնում ինչի պետք է TRIP-ի իրականացումը շանտաժ որպես օգտագործվի Հայաստանի դեմ խաղաղության ամրապնդելու, ինստիտուցիոնացնելու կամ հակառակ մյուսը շանտաժ TRIP-ի համար, կարծում եմ, որ եթե այդպես լծակների հարթությունում հարցը դիտարկենք, մեկ ուրիշը կարող է ասել, որ ճիշտ հակառակը Հայաստանն ավելի լծակներ ձեռք բերում, բայց այդպես չի հիմա քննարկվում հարցը իրականում։ Ես ուզում եմ ասել, որ փոխկապակցվածություն իհարկե կա եւ տեքստում էլ ես ընթերցեցի, որ TRIP-ի իրականացման հաջողության գրավական է դիտարկվում, նախադրյալ է դիտարկվում եւ Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալիզացումը եւ Թուրքիայի հետ ամբողջական կարգավորումը եւ մեծ հաշվով այս խաղաղության ինստիտուցիոնալացումը եւ TRIP-ի իրագործումը մեկը մյուսի պատճառն է եւ նաեւ հետևանքը, որովհետեւ նա է այս մյուսի պատճառը, որքան ամրապնդվի խաղաղությունը, այնքան ավելի կմեծանան հնարավորությունները TRIP-ի իրականացման համար եւ դրանից բխող բենեֆիտների համար, որքան ավելի առաջ գնանք TRIP-ի իրականացմամբ աշխատի TRIP-ը, այնքան ավելի կամրապնդվի խաղաղությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար